Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հետաքրքիր հոդված է հրապարակվում միջազգային մամուլում։ Հետաքրքիր է այն առումով, որ հեղինակը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Միացյալ Նահանգները փորձելով փոխել Իրանում ռեժիմը, ստիպված է բախվել սեփական երկրում ռեժիմի փոփոխության հետ։ Լրատվամիջոցը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Միացյալ Նահանգներում հրաժարականների վերջին շքերթը վկայում է այն մասին, որ ըստ էության տեղի է ունենում ռեժիմի ստվերային փոփոխություն կամ հանգիստ փոփոխություն։ Խոսքը առաջին հերթին իհարկե Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարի Թուլսի Գաբարդի հրաժարականն էր։ Վերջինս իր համաձայնությունը հայտնեց Միացյալ Նահանգների նախագահի վարած քաղաքականության, մասնավորապես Իրանի նկատմամբ պատերազմի հետ կապված եւ հրաժարական տվեց։ Դրան նախորդել էր հակաահաբեկչական կոմիտեի ղեկավարի հրաժարականը։ Դրան նախորդել էր մի խումբ գեներալների հրաժարականներ, որոնք բարձր պաշտոններ էին զբաղեցնում Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունում։ Խոսքը օրինակ բանակի շտաբի պետի, շտաբերի միավորված կոմիտեի ղեկավարի, Առափնյա ծառայության եւ ռազմածովային ուժերի հրամանատարի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասին է։ Ըստ էության Թրամփը մնալով մենակ ստիպված եղավ կանգնեցնել պատերազմը Իրանի դեմ, քանզի հասկացավ, որ այս հրաժարականների շքերթը կարող է շարունակական լինել եւ հանգեցնել բավականին լուրջ ներքաղաքական ճգնաժամի։ Այս բոլոր մարդիկ Թրամփի թիմակիցներն էին կամ նրան լոյալ, եւ սա նշանակում է, որ Թրամփը կորցնում է իր ազդեցությունը եւ աջակցությունը սեփական շրջապատում։ Դա էր պատճառը կամ պատճառներից մեկը, որ Թրամփը կանգնեցրեց պատերազմը, միևնույն ժամանակ ունենալով Իսրայելի կողմից աննախադեպ ճնշում։ Բայց Թրամփը գնաց դրան, քանզի շատ լավ հասկացավ, որ եթե պատերազմը եւս 2 շաբաթ շարունակվեր, ապա միջանկյալ ընտրություններում հաղթանակի մասին առհասարակ կարելի էր մոռանալ։ Առհասարակ կարելի էր մոռանալ նաեւ քաղաքական կարիերայի մասին։ Դա էր պատճառը, որ ռազմական գործողությունները կանգնեցվեցին։ Դա է պատճառը, որ տևական ժամանակ է բանակցություններ են ընթանում։ Իհարկե վատ բանակցություններ են, իհարկե որևէ լուրջ արդյունքի սա չի բերում, բայց ինչպես ասում են, վատ բանակցությունները լավ պատերազմից լավ է։ Թրամփի վարած քաղաքականություն Իրանի նկատմամբ եւս մեկ անգամ ապացուցեց ժողովրդական հայտնի խոսքը, որ ուրիշի համար փոսփորողը ինքն է ընկնում փոսի մեջ։ Թրամփը, փորձելով ապահովել Իրանում ռեժիմի փոփոխություն, բախվեց սեփական երկրում ռեժիմի անաղմուկ փոփոխության կամ ստվերային փոփոխության հետ, որը կարող է շարունակվել, եթե Թրամփը չփոխի իր քաղաքականությունը Իրանի նկատմամբ կամ առհասարակ չփոխի իր արտաքին քաղաքականությունը։ Այնպես որ սպասենք տեսնենք Միացյալ Նահանգներում ինչ նոր զարգացումներ են տեղի ունենալու։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, ՄԱԿ-ի հետ է կապված։ Առաջին անգամ Չինաստանի արտաքին գործերի նախարարը բավականին լուրջ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ին եւ նրա գլխավոր քարտուղարին, նշելով, որ ժամանակն է, որ ՄԱԿ-ը ունենա նոր գլխավոր քարտուղար, որը չի լինի ինչ-որ պետության խամաճիկ։ Իհարկե, խոսքը առաջին հերթին Միացյալ Նահանգների մասին է, քանզի Վան Ին հստակ նշում է, որ եկել է ժամանակը, երբ Միացյալ Նահանգների միանձնյա առաջատարությունը կամ միանձնյա հսկողությունը միջազգային հարաբերություններում պետք է մոտենա իր ավարտին։ Մենք կարծում ենք, որ ոչ միայն այստեղ խոսքը գլխավոր քարտուղարի փոփոխությանը պետք է վերաբերվի, այլ առհասարակ ՄԱԿ-ի գլխավոր շտաբ կայանը Նյու Յորքից տեղափոխելուն, քանզի երրորդ երկրում գտնվելով ՄԱԿ-ը ավելի անաչառ է կարողանալու գործել եւ ավելի սկզբունքային։ Գտնվելով Միացյալ Նահանգների տարածքում ՄԱԿ-ը բախվում է շատ լուրջ ճնշման Միացյալ Նահանգների կողմից։ Մենք հիշում ենք Իրանի նախագահի այցի խնդիրները, այն խնդիրները, որոնք հարուցվում էին մուտքի արտոնագիր չտրամադրելով, բայց Միացյալ Նահանգներ չէր այցելում Իրանի նախագահ, այ այցելում էր ՄԱԿ։ Հետևաբար որևէ իրավունք Միացյալ Նահանգները չուներ նրան մուտքի արտոնագիր չտալու հարցում։ Այս բոլոր խնդիրներն են պատճառը, որ Չինաստանը առաջին անգամ բավականին կտրուկ ձայն է բարձրացնում ՄԱԿ-ում տիրող իրավիճակի հետ կապված։ ՄԱԿ-ում փոփոխությունների ժամանակը հասունացել է եւ ժամանակն է արդեն, որ Միավորված ազգերի կազմակերպությունը իրոք զբաղվի միջազգային անվտանգության խնդիրներով, դադարելով լինել այս կամ այն պետությունների կցորդը։ Սպասենք տեսնենք, թե այս հարցում եւս իրավիճակը ինչպիսի զարգացումներ է ունենալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Իրան-Պակիստան հարաբերությունների հետ է կապված։ Պակիստանը փորձում է փոխարինել Արաբական Միացյալ Էմիրություններին եւ դարձել է տրանզիտային հաբ իրանական ապրանքների համար։ Պակիստանով Իրանը Չինաստան է արտահանում նաև նավթ, ըստ էության շրջանցելով Հորմուզի նեղուցի բլոկադան։ Բացի այդ, Պակիստանը մի քանի անգամ իջեցրել է տրանզիտային գումարները, դրանով ավելացնելով իրանական բեռների քանակը, որը գնում է եւ Չինաստան եւ Պակիստանի նավահանգիստները օգտագործում են նաև արտաքին աշխարհի հետ կապը ապահովելու համար։
Պակիստան-Իրան հարաբերությունները նաև խորքային առումով են ստրատեգիական, քանզի երկու պետություններում էլ կա Բելուջիստան նահանգ եւ երկուսում էլ բելուջները բավականին անհանգիստ են եւ շարժումներ են իրականացնում անկախանալու համար։ Այս առումով երկու պետությունները բնական դաշնակիցներ են եւ բնական է, որ ամեն ինչ անելու է Պակիստանը, որպեսզի Իրանում տեղի չունենա ռեժիմի փոփոխություն, քանզի պարզ չէ թե ինչ կլինի Իրանում, եթե ռեժիմի փոփոխություն եղավ եւ նոր կառավարություն եկավ, ինչպիսի դիրքորոշում է ունենալու Բելուջիստանի եւ բելուջների հետ կապված։ Բացի այդ նաեւ ընդհանուր պատմական անցյալն է ստիպում Պակիստանին խորացնել հարաբերությունները Իրանի հետ։ Մյուս կողմից Հնդկաստանի վարած քաղաքականությունը նաեւ Պակիստանին եւ Իրանին դարձնում են բնական դաշնակիցներ։ Հիշեցնեմ, որ Իրանի դեմ ռազմական գործողություններից առաջ դեռ Հնդկաստանի վարչապետը հանդես էր եկել Իսրայելի պաշտպանությամբ, դրանով իսկ հարուցելով Հնդկաստանի ժողովրդի եւ ողջ Հարավային Ասիայի դժգոհությունը, քանզի այն քաղաքականությունը, որ իրականացվում է Իսրայելի կողմից Մերձավոր Արևելքում, ըստ էության միանձնյա չի պաշտպանվում Հարավային Ասիայի բնակչության կողմից, եւ այստեղ Հնդկաստանի վարչապետի արած հայտարարությունը նաեւ նպաստեց, որպեսզի Իրան-Պակիստան հարաբերությունները ավելի խորանան։ Բացի այդ, Պակիստան-Չինաստան ռազմաքաղաքական դաշին գոյություն ունի։ Գոյություն ունի նաև այս բան կարող ենք վստահ ասել Իրան-Չինաստան ռազմաքաղաքական դաշինք եւ երեք պետությունների միավորումը կամ երեք պետությունների արտաքին քաղաքականության համաձայնեցումը բխում է բոլոր երեքի շահերից եւ ապահովում է տարածաշրջաներում կայուն անվտանգություն եւ խաղաղություն։ Սպասենք տեսնենք թե իրադարձություններն այստեղ ինչպես են զարգանալու։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու նպատակով։ Այսօր այսքանը, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։